Կրկին ողջույն, Civilnet-ը շարունակում է իր աշխատանքները ուղիղ եթերում, այժմ մենք տաղավարում հյուրընկալել ենք պոլիտէկոնոմիա հետազոտական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Անդրանիկ Թևանյանին, շնորհակալություն Անդրանիկ, որ հյուրընկալվել եք։ Շնորհակալ եմ։ Կյանքը Վիլնյուսից հետո կանգ չի առնելու, այսօր Վիլնյուսն էր, որի մասին այդքան խոսեցինք, այդքան գրեցինք, բայց կյանքը դրանից հետո շարունակվելու է, եւ ես ուզում եմ հետեւյալ հարցը տալ. իրոք Վիլնյուսը արտաքին քաղաքականության ֆիասկո էր, թե ոչ Հայաստանի համար։ Ֆիասկո բառը այսպես ձևակերպենք ձախողում երկկողմանի, այսինքն եւ արևմուտքը ձախողվեց Վիլնյուսի հարցում եւ Հայաստանի իշխանությունները, բայց քանի որ Հայաստանի իշխանությունը իր առաջ խնդիր չէր դրել, ասենք, այդպես վերջնական ինտեգրվելու, այլ ուղղակի զուտ իշխանության պահպանության խնդիր էր լուծվել եւ այդ տարիների ընթացքում փաստորեն Սերժ Սարգսյանը եվրոպացիներին համոզում էր, որ ինքը եվրոգերազանցիկ է, եվրոչինովնիկներն էլ ասում էին այո, ապրես եւ տանիք էին կանգնում փաստորեն ընտրակեղծիքներին, Սերժ Սարգսյանի ասած տոկոս խփոցին, բոլոր աղաղակող իրավախախտումներին, այս ամեն ինչի վրա Եվրոպան աշկեր փակում ու նաև խրախուսում էր։ Իրենք գտել էին մեկին, իդեմս Սերժ Սարգսյանի, որը իրենց սարսափելի, այսպես անհավանական խոստումներ էր տվել։ Եվ փաստորեն ինքը նաև մտել էր մի խաղի մեջ, որը շատ համահունչ էր սառը պատերազմի տարիներին, այդ իներցիայով պահպանված վիճակը քանի որ կար, Սերժ Սարգսյանը փաստորեն արևմուտքին խոստացել էր, որ ինքը հակառուսական կոալիցիայի մեջ կմտնի եւ կհամաձայնի բուֆերային կամ սանիտարական գոտու դեր կատարել այս տարածաշրջանում Ռուսաստանի դեմ, որը անհեթեթություն է։ Այսինքն, եթե դու արևմտյան ինտեգրացիա ես գնում, դա չի նշանակում, որ դու պետք է անպայման հակադրվես Ռուսաստանին, հատկապես որ անվտանգության համակարգի տեսակետից դու Մոսկվայի հետ է պայմանագրել։ Հապկի անդամ ես։ Այո, դա մի քանի շերտերով եւ հայ-ռուսական եւ հապկի։ Այո, անտրամաբանական ուրեմն մոտեցում էր որդեգրվել։ Եվրոպացիներն էլ կարծում էին, որ այստեղ ինչ-որ արևմտամետ հասարակայնություն են ձևավորել, բացի Սերժ Սարգսյանից նաև այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստներ, ոչ բոլորը իհարկե, բայց կային այդպիսիք, այսպես կոչված քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է լեգիտիմ չէ, ճիշտ է աղաղակող թերություններ ունի, բայց քանի որ ինքը մեզ տանում է դեպի լուսավոր Եվրոպա, հետեւաբար մենք իրեն ենք աջակցում եւ պահանջում ենք ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի կամ մյուս ուժերի հրաժարականները։ Թե հիմա ինչ տեղի ունեցավ այս ամեն ինչից հետո, արդեն կարծում եմ արևմուտքն էլ շոկ ապրեց, որովհետեւ ի տարբերություն Ուկրաինայի, այստեղ նույնիսկ 100 հոգանոց երթ չեղավ կամ միտինգ չեղավ Մաքսային միության որոշման դեմ, որովհետեւ այն ուժերը, որոնք իրենց դիրքավորել էին որպես արևմտամետներ, ցույց տվեցին, որ իրենք, ասենք, սերժամետներ են ուղղակի եւ վաղուց վերասեփականաշնորհված են Բաղրամյան 26-ի կողմից, ուղղակի զուգահեռաբար նաև արևմուտքից ինչ-որ գրանտեր են ստանում եւ ցույց են տալիս, թե իբր թե արևմուտքի արժեքներն են կրում, այսպես կոչված համամարտկային արժեքները։ Հիմա այդ ամեն ինչը տրանսֆորմացվել է հակապուտինյան պայքարի, այսինքն եթե դու համամարտկային արժեքների կողմնակից ես, պետք է պահանջես Պուտինի հրաժարական։ Շատ անշարժ մի գործ է, բիզնես պրոյեկտ է դա նույնպես, որովհետև այս ամեն ինչի մեղավոր հայաստանյան իշխանություններն են եւ այն եվրոչինովնիկները, ովքեր շատ կեղտոտ խաղ էին խաղում, այսինքն հրապարակավ խոսում էին մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ այլ բաներից, բայց տակից, այսպես ասած, իշխանությունների հետ պայմանավորվում եւ կեղտոտ գործարքներ էին կնքում։ Հիմա բոլորի ուրեմն դեմքը պատրվեց եւ բոլորը փաստի առաջ կանգնեցին եւ Վիլնյուսն էլ ըստ էության ձախողվեց, որովհետեւ գլխավոր ուրեմն խաղացողը արևելյան գործընկերության առումով դա Ուկրաինան էր։ Եթե Ուկրաինան չի ասոցիացում ուրեմն Եվրոմիության հետ համաձայնագրեր չի կնքում, ապա կարելի ասել, որ արևելյան գործընկերությունը դառնում է այսպես ձևական մի բան։ Մոլդովայի ու Վրաստանի պարագաները այլ են իհարկե, բայց չմոռանանք, որ իրենք նախաստորագրել են։ Այո, դեռևս կա։ Ուկրաինան էլ էր նախաստորագրել, ճիշտ։ բայց այդ ամեն ինչը ավարտվեց շատ ուրեմն տխուր վերջաբանով եւ մի դետալ կարեւորագույն կուզենայի առանձնացնել։ Բոլոր այն երկրները, եթե մենք նայում ենք այս 4 պետությունները, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա եւ Մոլդովա, ունեն տարածքային խնդիրներ, տարածքային լոկալ կոնֆլիկտներ, այսպես ասած, Ռուսաստանով նաեւ պայմանավորված։ Վրաստանը արդեն կորցրել է այն ինչ որ պետք կարող էր կորցնել, Մոլդովան Մերձդնեստրյան խնդիր ունի, Ուկրաինան Սևաստոպոլի հարց կա եւ բացի այդ նաեւ
վեկտորների տարբերություն կա, ինքը Ուկրաինան արևելքի եւ արևմուտքի արանքում, այնտեղ նույնիսկ լեզվական խնդիր կա, արևելքը ռուսերեն է խոսում, արևմուտքը ուկրաիներեն, արևմուտքում, ասենք Հռոմի Պապին են ընդունում որպես գլխավոր հոգևոր առաջնորդ, արևելքում ռուսական ուղղափառություն կա, այսպես արժեհամակարգային նույնիսկ աշխարհայացքային տարբերություններ կան, Հայաստանն էլ ունի Ղարաբաղյան խնդիր։ Այսինքն փաստորեն ստացվում է հետեւյալը, եթե մենք նայենք այդ պատկերը, նրանք ովքեր տարածքային կորուստների գնացին կամ համաձայն են դրան, օրինակ ես հետևում եի նաև Մոլդովայում տեղի ունեցող քննարկումներ, այնտեղ հիմնականում այսպիսի տեսակետ կա, կամ իրենք պետք է Ռումինիային միանան, կամ պետք է ավտոնոմ համակարգով ինտեգրվեն, բայց քաղաքական վերնախավի մեջ եւ հասարակության տարբեր շերտերում այդպես ցավագին չի ընդունվում մեզ դնեստրի խնդրի եւ այնտեղ տեսակետ կա, որ եկեք լավ զիջենք այդ խնդիրը եւ մենք ինտեգրվենք Եվրոմիության հետ։ Այսինքն գինը դա մեզ դնեստրից հրաժարվել։ Նաեւ այդպիսի տեսակետներ կան, բայց եթե Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան իրենց լոկալ խնդիրները ի վնաս հենց իրենց լուծեն, միևնույն է իրենք չեն կանգնի պետականության կորստի վտանգի առաջ, այսինքն Ռուսաստանը խնդիր չունի ոչնչացնել Վրաստանին։ Ռուսաստանը խնդիր ունի Վրաստանին պահել մի վիճակի մեջ, որ հանկարծ նա ՆԱՏՕ-ի անդամ չդառնա եւ իր հարավային հատվածում ուրեմն ՆԱՏՕ-ն չընդլայնվի եւ այլն։ Այսինքն պետության ոչնչացման խնդիր չկա։ Ուկրաինան ոչնչացնել չի պատրաստվում Ռուսաստանը, Մոլդովան նույնպես։ Բայց Հայաստանը ունիկալ վիճակում է գտնվում։ Եթե այստեղ կա տեսակետ ենթադրենք, որը ցավոք սրտի կա, որ եկեք Ղարաբաղի գնով մենք ինտեգրվենք Եվրոմիության հետ եւ վերջապես սկսենք քաղաքակիրթ լավ ապրել, ապա դրանք խորը մոլորության մեջ են այդ մարդիկ, դա լավագույն դեպքում, սա ես մեղմ եմ ձևակերպում, չօգտագործելով դավաճանություն եւ այլ տեսակետներ, հասկանալի է։ Սա է խնդիրը, որ մենք չենք կարող Ղարաբաղի գնով մոռանալ մեր անվտանգության համակարգ եւ ինտեգրվել լուսավոր Եվրոպային։ Անդրանիկ, հետևյալ հարցն եմ ուզում տալ, Հայաստանում կա տեսակետ, որ եթե այս իշխանությունները լինեին լեգիտիմ, ապա նախագահը լիներ լեգիտիմ, ապա մենք կարող էինք Ռուսաստանի հետ պահպանել մեր բարիդրացիական հարաբերությունները, իսկ Եվրոպայի հետ նաև ասոցացվել այս երկու փաստաթղթերը ստորագրել։ Համաձայն ես այս տեսակետի, թե ամեն դեպքում այստեղ նախագահի լեգիտիմության խնդիր չէ։ Մեծ հաշվով լեգիտիմության խնդիր չէ, օրինակ Վարդան Օսկանյանը շատ հետաքրքիր ձևակերպում տվեց, նա նախկինում էլ էր այդպիսի կարծիք հայտնել, հիմա էլ Վիլնյուսում հայտարարեց, որ հնարավոր էր եւ տարբերակ, այսինքն նորմալացնել հարաբերությունը Եվրոմիության հետ եւ նորմալ հարաբերություններ պահպանել ու խորացնել Ռուսաստանի հետ։ Այսինքն կոմպլեմենտար քաղաքականությունը, որը վարվել է, հնարավոր է իրականացնել եւ լեգիտիմությունը այդտեղ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Եթե մենք վերցնենք զուտ նախագահական ընտրություններից հետո մթնոլորտի հարցը, ապա նախորդ նախագահների օրոքել է, չէ՞, լեգիտիմության հարց արծարծվել հասարակության մեջ, բայց դա չի խանգարել, որպեսզի մենք նորմալ հարաբերություններ ունենանք, հավասարակշռված եւ արժանապատիվ հարաբերություններ ունենանք։ Այսինքն ասել, որ Սերժ Սարգսյանը, քանի որ մարտի 1-ով է ընտրվել, ի սկզբանե հնարավորություն չուներ դրական քայլեր անելու, այնքան էլ ճիշտ չի։ Իհարկե շատ վատ է, որ ինքը կեղծիքներով է ընտրվել, բայց որևէ մեկը չի խնդրում նրան գնալ այդպիսի նախաձեռնողականության։ Սերժ Սարգսյանը գնաց մի ուղղությամբ, որտեղից հետո հիմա արդեն Գյուլիստանի պայմանագրին է հավատարմության երթումներ տալիս, այսինքն այսպես կոչված արևմտամետ Սերժ Սարգսյանը հիմա ռուսական գուբերնատորի պես էլ իրեն չի պահում, ավելի ցածր կարգավիճակի մեջ է իրեն պահում։ Անդրանիկ, իշխանական քարոզչամեքենան կամ քարոզչամեքենա չասեմ, իշխանական տեսակետը, որովհետև ի վերջո քարոզչություն բառի մեջ ոչ դրական լիցք կա, հետևյալ տեսակետն է առաջ տանում, որ դե տեսեք, դուք այդքան մեզ քննադատում եք ընդդիմադիրներ, ասելով, որ մենք ձախողել ենք եւ Ռուսաստանի հետ եւ Արևմուտքի հետ, բայց իրականում ինչ է տեղի ունեցել։ Տեսնում եք, Սերժ Սարգսյանը գնացել է Վիլնյուս եւ մենք ընդունում ենք ընդունում պետական այցով Վլադիմիր Պուտինին։ Ինչպես կարող եք հակադարձել այս, այսպես ասեմ, պնդումին, հայտարարությանը։ Իհարկե դրա մեջ դեմագոգիա կա, ընդ որում բավական մեծ բաժն է, որովհետեւ իշխանությունները բանակցել են, ավարտել են եւ պատրաստ էին ստորագրելու, ավելի ճիշտ նախաստորագրելու ԵՄ-ի հետ ասոցիացիան համաձայնագիրը։ Դա չկա։ Հետևաբար փակվում է այդ թեման։ Այսինքն մի եւը, չէ, հայտարարվում էր եւ
մի եվը, որը արևմուտքի հետ պետք է լիներ, կոնկրետ Եվրամիության, չի եղել։ Հաջորդը հայտարարվում էր, որ Մաքսային միություն մտնելով Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը, վարչապետի եւ փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարվում եւ փաստարկներ էին ներկայացում, թե ինչու Հայաստանը չի մտնելու, չի կարող մտնել, չի կարող մտնել, ինչքան վատ է դա։ Իշխանական ամբողջ քարոզչամեքենան, որը մի մասը թաքնված է այսպես կոչված անկախ լրատվամիջոցների կամ ընդդիմադիր շղարշի տակ, ուրեմն բոլորը քարոզում էին, որ ինչքան վատն է Ռուսաստանի հետ Մաքսային միություն մտնելու գաղափարը եւ ինչքան լավն է Սերժ Սարգսյանը, որ չի անելու այդ բանը։ Բայց մենք տեսանք, որ սեպտեմբերի 3-ից հետո ուրեմն Սերժ Սարգսյանը գիշերային որոշում կայացրեց եւ մտավ Մաքսային միություն, ընդ որում որևէ նախապայման չդնելով, որևէ բանակցային գործընթաց չտանելով, որևէ հայկական շահ չներկայացնելով, հանրային որևէ քննարկում չանելով, նույնիսկ հանրապետական կուսակցության ներսում տեղակ չէին այդ որոշումից, որովհետև նույն օրը ես տեսա, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարում էր, որ միանշանակ է մենք ստորագրելու ենք ԵՄ-ի հետ ասոցիացիում, այսինքն այդ մի երնել չի եղել։ Ուղղակի ինքը ճարահատյալ եւ սարսափած դեմքով հայտնվել է Կրեմլում եւ մտել է Մաքսային միություն։ Ուրեմն այն եւ որը քարոզվում էր եւ որը Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվեց, ամբողջությամբ խայտառակ ձևով տապալվել է, այնպես ինչպես ժամանակին ֆուտբոլային դիվանագիտության ուրեմն դեպքում եղավ, երբ որ հայտարարվեց, որ մեր գլխավոր խնդիրը սահմանների բացումն ու հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, այդ երկուսից ոչ մեկը չեղավ, հետո սկսեցին հայտարարել, բայց բուն ինքը փաստը, որ արդեն Թուրքիայի հետ գնացինք ֆուտբոլ դիտեցինք շատ լավ է, կամ պատրվեց Թուրքիայի դեմքը եւ աշխարհը տեսավ, որ նրանք իրենց խոստումները չեն, ճիշտ ասած Թուրքիայի դեմքը վաղուց պատրված է եւ աշխարհում է պատրված դեմքերի հետ ուրեմն պրակտիկա ունեն աշխատելու եւ նորմալ հարաբերություններ հաստատելու, դա իհարկե փրփուրներից կախվելու պես մի բան է, այսինքն այն քարոզությունը, որ եւ Վիլնյուս գնացինք եւ Պուտինն է գալիս, դրանք բացարձակապես կապ չունեն Եվի հետ։ Պուտինը գալիս է ռազմաբազաները իր այսպես կոչված իր տարածքին տիրություն անելու, եթե նկատեք սիմվոլիկ նույնիսկ Գյումրի են իջնում, այսինքն իր համար ռազմաբազաների խնդիրն է, ես չեմ մեղադրում ռուսներին։ Իրենք իրենց շահը պահել են շատ լավ, եւ ես կարծում եմ, որ նույն Ռուսաստանը զարմացած էր, որ Սերժ Սարգսյանը այդպես կտրուկ որոշում կայացրեց Մաքսային միություն մտնելու, որովհետեւ փորձագիտական շրջանակների տեսակետը, որ նայում ես Ռուսաստանի, իրենք ուզում էին մաքսիմումը պահանջեին Սերժ Սարգսյանից, որպեսզի մինիմումը, այսինքն ԵՄ-ի հետ ասոցիացումից հրաժարումը ստանային, որովհետեւ ռուսներն էլ էին հիմնավորում, որ հնարավոր չի ընդհանուր սահման չունենալով եւ այլ պատճառներով Մաքսային միության մեջ մտցնել Հայաստան։ Եթե հիշում եք, ես հիշեցնեմ Սերժ Սարգսյանը այն փակ ասուլիս, որ տվել էր, այն որ ինքը ասուլիս տվեց, մնացած բոլորը տարածեցին նույն նյութերը, հիշում եք երևի։ Այո, այդ ինքն ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանի հենց ինքն էլ հայտարարեց, որ մեզ ոչ մեկ չի հրավիրում Մաքսային միություն, ինչի մասին է խոսքը։ Ինքը անկեղծ էր այդտեղի դեպ ասեմ, իրեն ոչ մեկ չի հրավիրել Մաքսային միություն։ Ինքը ուղղակի Պուտինի զարմացած հայացքի ներքո մտել է Մաքսային միություն, դե նրանք հո չէին հրաժարվելու։ Անդրանիկ, մենք կարող ենք իրոք ասել, որ գուցե իրոք Հայաստանը մաս չկազմի Մաքսային միությանը։ Գուցե իրոք Հայաստանը Ես կարծում եմ, որ ճիշտ կոնցեպտն այն էր, որ Հայաստանը ոչ Մաքսային միության հետ ուրեմն ընդհանուր հայտարարի գար այն առումով, որ մտներ Մաքսային միություն։ Ոչ էլ պետք էր ԵՄ-ի հետ այն ասոցիացման համաձայնագիրը նախաստորագրել, որը բանակցվել էր։ Այսինքն այդտեղ խորը հակասության մեջ ես դու մտնում Ռուսաստանի եւ Արևմուտքի մեջ։ Եթե այն փաթեթը, որ բանակցվել էր ԵՄ-ի հետ նախաստորագրվեր, դա կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծելու, այսինքն Հայաստանը դառնալու էր հակամարտության թաթերաբեմ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Մենք այդպիսի ռեսուրս չունենք, որ մեզ անընդհատ քաշ քշեն երկու կողմից։ Կարող է Հայաստանը պատրվել ուղղակի չդիմանալ այդ լարվածությանը։ Դրա համար պետք էր հավասարաչափ քայլերով չվտանգելով մեկը մյուսի հետ, ընդ որում ամենակարևորը տեխնոլոգիական առումով պետք է տարվեր բաց process։ Այսինքն մենք բաց մեր պարտներների հետ եւ Ռուսաստանի հետ եւ Արևմուտքի հետ եւ ամենակարևորը Հայաստանի հասարակության հետ համատեղ քննարկենք, թե ինչ ճանապարհով են գնալ, ինչ դոզայով ենք համագործակցությունը խորացնում ԵՄ-ի հետ եւ ինչքանով չենք վնասում Ռուսաստանի հետ մեր ռազմաստրատեգիական հարաբերություններին։ Իսկ այս 3 տարվա մեջ այնպիսի գիծ որդեգրվեց, որ Ադրբեջանը կարողացավ իր դիրքերում մնալ, լավացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, զենք ստացավ դրա դիմաց, որը նախկինում չէր ստանում։ Այսօր էլ իդեպ քեզ ընդհատեմ Անդրանիկ, այսօր էլ ամենաբարձր մակարդակով 1 տարի առաջ մենք ստորագրել ենք այդ վիզաների դյուրացմանը, այսօր ստորագրեց Ալիևը։
այնտեղ եւ ամենաբարձր մակարդակով ռոմբուի մակարդակով հայտարարվեց գովեստներ հնչեցին Ալիևի հասցեին իդեպ։ Որովհետեւ Ալիևը ոչ մեկին կոպիտ ասած չի գցել։ Ալիևը չի հայ, եթե դուք նկատել եք արևելյան գործընկերության շրջանակներում, Ադրբեջանը չմտավ ասոցացման process։ Եվ չէր էլ խոստացել։ Եվ չէր խոստացել, մարդը չէր խաբել։ Ինքը չմտավ այդ process-ի հետ։ Ռուսաստանին ասեց, ես այդպեսի խնդիր չունեմ, եկեք մեր հարաբերությունները կարգավորենք, բնականաբար դրա գինը Ղարաբաղն էր։ Ռուսաստանը տեսնելով, որ հայաստանյան իշխանությունները գնում են պետական առումով ինքնասպանության, ասեցին շատ բարի, եթե դուք գնում եք կոտորվելու, այսինքն 20 թվի պատմությունը դարձավ մի նույն օրվա մեջ գրեթե համաձայնագիր ստորագրվեց ռուսների եւ արևմուտքի հետ։ Արդյունքում արևմուտքում վստահությունը կորցրեցիր ու ոչինչ չստացար, գրգռեցիր Թուրքիային, որ ինչպեսի տարածքային ուրեմն հավակնություններ ունես, Ռուսաստանում էլ համարեցին, որ դու անվստահելի գործընկեր ես եւ ի վերջո Աթաթուրքը մոտ 1 տարի էր ուզում պայմանավորվել, չէ, Լենինի հետ, որ մենք այս տարածքը վերցնենք, ճիշտ է, Ղարաբաղը զորքերի ասում էր շուտ պետք է վերցնեն, այնտեղ բան չկա, բայց Աթաթուրքը ռիսկ չէր անում գար այս կողմ։ Հենց այդ Սևրի պայմանագիրը ստորագրեցին, ռուսները ասացին դե լավ, դե եթե այդպես եկեք մենք հասկանանք ինչ ենք անում, պայմանավորվեցին եւ հայ պատմագրությունը փոխանակ ճիշտ գնահատականներ տա, որ տհաս քաղաքականության պատճառով է հայաստանյան կողմի այս ամեն ինչ եղել եւ մենք ի վերջո պետություն ենք կորցրել 20 թվականին։ Փոխանակ այս անալիզները անելու պատմաբանների մի մասը հայհոյում է արևմուտքին, որ մասնավորապես անգլիացիներին, որ մեզ չօգնեցին, մյուս մասն հայհոյում է ռուսներին, այսինքն հայկական հայրենասիրությունը կամ ռուսամետության կամ արևմտամետության մեջ որ անհետեցություն է։ Մենք մեր մեջ պետք է խնդիրները տեսնենք եւ հիմա ես կարծում եմ, որ եվրոպական արժեքների ինտեգրացիայի առումով մենք այլ ընտրանք չունենք, բայց այլ բան է արժեքները, այլ բան է ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական հարցը։ Այս առումով բոլոր խնդիրները լուծվում են Երևանում եւ ես կարծում եմ, որ իշխանապողությունը արդեն ոչ թե քաղաքական կապրիզ է, այլ Հայաստանի անվտանգության եւ զարգացման բանաձև։ Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր զրույցի համար, մասնավորապես եթե ժամանակ լիներ ես քո հետ կվիճեի, կբանավիճեի 20 թվի վերաբերել, բայց մեկ այլ առիթով այլ տեսակետ ներկայացնելու համար ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի Պոլիտէկոնոմիա հետազոտական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Անդրանիկ Թևանյանի հետ, իսկ դուք շարունակեք մնալ Civilnet-ի ուղիղ եթերում։